Կախվածությունը, on-line կախվածությունը նաև հիմնականում երեխաների մոտ, դեռահասների մոտ եւ բոլորը, հատկապես դեռահասների մոտ վնասում է հիմնական 4 ոլորտները։ Դա կենսաբանականն է, այդ ֆիզիկական խնդիրները, դա կեցված, հայաց, կայունյարդային խնդիրներ, դա հոգեկան խնդիրներ են, որ բոլոր ծնողները բողոքում են, որ երեխան ագրեսիվ է, երեխան չի կարողանում շփվել, երեխան ոչ մի էմոցիոնալ եւ հուզական կապ չունի, եւ սոցիալական ոլորտը, որ երեխան չի ունենում, չի կարողանում ձեռք բերի ընկերներ, այսինքն չի կարողանում սոցիումում այլևս շփվել, որովհետեւ հավատացեք, այնտեղ շատ հեշտ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդ շփվելով on-line հարթակում կարողանում է լինել ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն եւ on-line հարթակում ոչ մեկ նրան չի մեղադրում։ Եվ աշխատելով դեռահասի ծնողների հետ ամենաառաջինը պետք է կարողանա երեխային չարժեքազրկել։ On-line հարթակում երեխան արժեքազրկված չէ։ Երեխան on-line հարթակում իրավունք ունի սխալվել։ Երեխան on-line հարթակում կարողանում է պարտվել։ Այդ իրական կյանքում ինչ է լինում, երբ որ երեխան մի հատ պարտություն է ունենում, ծնողը խոսում է, ուսուցիչը խոսում է, դպրոցում բոլորը մեղադրում են գնահատականի համար, վարքի համար, իսկ on-line հարթակում դրա համար հեշտ է, դրա համար իրան այնտեղ ինքը լավ ասում։ Եթե մի նախադասությունով կարողանանք ձևակերպել ինչ է կատարվում երեխայի կյանքում, իրական կյանքից տեղափոխվում է մի այլ իրականություն, որտեղ դրա համար հեշտ է ապրել։ Իսկ դեռահասության շրջանը դա շատ ծանր փուլ է երեխայի համար։